Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում է Գյումրի շոու հաղորդաշարի երկրորդ սեզոնը ու երկրորդ սեզոնը սկսում ենք մեր գյումրեցի տաղանդավոր դերասան Հրաչ Մովսիսյանի հետ։ Բարև պարոն Մովսիսյան ջան։ Բարև ձեզ, բարև Խաչատուր ջան։ Ինչ ես։ Շատ լավ եմ, ցավոք, շատ լավ։ Շատ ուրախ ենք, որ հյուրընկալվել ես մեզի, մեզի համար շատ մեծ պատիվ է։ Այսպես տաղանդավոր մարդուն հյուրընկալել։ Ես շնորհակալ եմ, որ հրավիրել ես, Խաչատուր ջան։ Այ պարոն Մովսիսյան, ձեզ հետաքրքիր է շատ մեծ հարց էլի։ Ինչի հենց թատրոն։ Ինչ որ հենց թատրոն, ինչ եղավ որ որոշեցին մտնել թատրոն։ Գիտես Խաչատուր ջան, ես ընդհանրապես նպատակամ չեմ դրել, որ ես պետք է անպայման դերասան դառնամ։ Դե իմ այդ կենսագրությունը կարելի է բաժանել 3 փուլի՝ մանկություն, պատանեկություն եւ ասում ես թատրոն։ Ես ընդհանրապես նպատակ չեմ ունեցել, որ թատրոնի դերասան լինել եւ այլն, բայց միշտ կյանքում պատահում է, չէ՞ որ ասենք անակնկալ է եւ միանգամից շուտ մի դրվագ եւ ամբողջ այդ կյանքը թեքվում է դեպի այդ ուղղությամբ։ Սկսեմ հենց սկզբից ձեր հարցից, ինչու թատրոն։ Դե դպրոցական տարիներին ես ընկեր եմ ունեցել դպրոցական ընկեր, անունը Վարդան էր Աստանյան։ Դե մենք ինքը ակարդեոն էր նվագում, ես էլ մեկ տհոլ էի խփում։ Մի օր ասես կգաս բանը, մեր տուն էլի, իրար հետ նվագենք, բան ասի կգամ Վարդան ջան։ Գնացինք, մեկը բանը մաման թե Հրաչ ջան, գիտես Վարդանս թատերական խումբ կերտա։ Սի Ժենիկ տտացի, կարծեմ որ Ժենիկ է։ Սի ուտեղ կերտա։ Դե պիոներ պալատը կերտա։ Սի հա, գուզես դու էլ ես տաս։ Սի Ժենիկ տտադիկ չդեն ինչ է, ինչ եղքերնի բան էլի։ Վարդանս ամեն օր կերտա, գուզես գնա հետևից, ում մոդը, Գյոդագյան Արդուշի, մեր մեծերից ինքը ինքն է ժամանակի դեպիոներ պալատը խումբ հավաքում, ասի անպայման։ Գնացինք առաջի անգամ մուտք եմ գործել պիոներ պալատ։ Մեր հարգարժան Գյոդագյան Արդուշի խումբը։ Ընդհանրապես ես մեջների փոյովն է, տնատի ես կար, երկար մակար, պզդիկ խոստիկ, ես իարկե երկար մակարդ է, փոյով։ Դե արդասանեցի, բան ասեց, լավ է, այն ժամանակ սովետի բան կար, չէ, այդ պատրիոտ, թե հոկտեմբերյան, դրոշի փայլի, չվարվեր ճակատ, նորակացի, իր մուտ այդերուն շունչը կպչեր, հայդենի երկիր Հայաստանի։ Ասեց, այդ այնքան է լավ չի, բայց ծիծաղելը լավ էր։ Ու այդպես անցավ տարիներ, դու այնպես եղավ, որ մի հատ Սաշիգաննով տղա եկա, ասեց, Հրաչ ջան, դու մեջներից մեծն ես, արի տանք Սևյանի ակումբ, դեղ էլ խումբ կա։ Սի ակումբ կամ, գնացին դեղ ինքը չեկավ, այդպես հիաստապա, լսես կուշադի լսե, հիաստապա էլ չգնացի, հետո մի հատ Գևոր անունով տղա կար, մինչև հիմա կա, ասեց, ես Չոլոշնի ակումբը խումբ ունել էլի, խումբ կերտամ, կուկաս հետես, ասի անպայման կապան, շտե գնացի, այն ժամանակ ինչ-որ հիմա թումոն է, չէ, շատ մասնագիտություններ կան երիտասարդ, այն ժամանակ է թատերական խմբակներ շատ կային, ամեն ակումբ իր թատերական խումբ ունում, գնացի մեր Բադալյան Խաչիկի մոտ, այսինքն Երջանկայի շատակ անցաստարի մահացան, իր խումբը, ու այդտեղից Խաչիկը ասեց ինձ Բադալյան, թե կետաս թատրոն, այն ժամանակ թատրոն ստուդիա կար, և ես առաջի անգամ ոտք դրեցի թատրոնի շեմ, և այդտեղից սկսված 2 տարի ստուդիա սովորելուց հետո արդեն 44 տարի ես թատրոնի դերասան եմ։ Իսկ ծնողները ինչպես վերաբերվեցին այդ։ Դե իհարկե ծնողներս չէին ուզում։ Մամաս դե այսօր կակրաս մամայից ծնունդն է, ով մեր անցավուրած։ Շնորհավորում եմ երկնային։ Հետս դեմ էր, որովհետև հետս կողմնադիր էր, պատաշար մարդ էր, ինքերկան չէր սիրում, է թատրոն, բան, մամաս ջուլակ էր, դեստիլագուտում էր, ինքն էլ այդ կամպացին։ Մի օր, երբ որ 93 թվականին մեր բանը, Սոնոսիկ Մկրշյանը եկավ ներկայացում խաղաց, ես զբաղված եմ մեջ, հաց թուխին կին է,
Տեսեք, արդեն 5 օր խաղացել ենք, մեծ մեր մուշերիչը դե գլխավոր դերակատարի վայրը մեծն է, ամբողջ դալուճը ծափարում են, առաջ անգամ հորս հրավիրել են։ Այնպես չմոմ եք նոր արդեն ծափտան, չէ, մեջքիս հրեց, ասենք պատասխանատու դերեր, պես մեծ չեն էլի, հրեց գնացի պան, որ գլող դուրեցի ծափվեցին պան, մեգե դուրս եկա, հերս գնացի պան, տղաճանց, երկրոն մարդը քեզի ծափուտար, սիպաճան դենակիզի չէ, երգահս պանը, էդեր է, յան դեպք դեր է, ու այդպես իմ կյանքս 40 արդեն 4-40 տարի կյանքս դրեցի թատրոնին։ Թատրոնը ուրիշ հասկացողություն է, Խաչիկ ջան։ Թատրոնը մի նուրբ օրգան է, որ մտար մեջ էր դժվար է դուրս գալը։ Թատրոնը դե համար կյանք է։ Դες համեմատած կինոյի եւ թատրոնի մեջ շատ տարբերություն կա։ Կինոյում սխալ չկա, իսկ թատրոնում սխալալ այդ հանդիսատեսը սխալ։ Միանշանակ թատրոնը դե համար։ Թատրոնը ուրիշ կյանք է։ Եվ գիտես որ հիմա ավելի շատ պրոգրես է ապրում, էլի, դες մենք մեծերը կամած մեծանոց ընթափոխություն պրոգրես կա, բայց գիտես ինչ երիտասարդ նվիրված երիտասարդներ կան, բայց կան եւ հագարակ ինչացում կցե հնարավորությունները մեծ է ցանկությունը մեծ է, բայց հնարավորությունն է քիչ, այսինքն շատ կսիրեն, դες բան կողություն չունի, աշխատես, քննաճան աշխատես, որ հասնես քո աստիճան։ Խաչիկյան, այդ է, արդեն տարիները կացնին մենք էլ կմեծանանք, ուրիշ է թատրոնը, առանց թատրոնի հնարավոր չէ, թեկուզ այդ մի աստիճան որ դու բարձր ես հանդիսատեսից, դու դա պահպանես քո մեջ ու ազնվոր է պահպանես։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Օազիս սրճարանին այս հրաշք տաղավարը մեզ տրամադրելու համար։ Ես էլ եմ շնորհակալ Օազիս ռեստորանային համալիրին, շատ շնորհակալություն, միշտ հաջողակ եք։ Այ հերթը հասավ եմ հետաքրքիր պահին, ուզում որ ազավշտալի դեպքեր պատմես թատրոնի հետ, փորձերի հետ կապված։ Ուրեմն մի դեպք եղավ մեր Պատալյանի հետ, դե մենք գնացինք գաստրոլների, իացքին հյուրախաղերի գնացինք, Դումբաձեի մեղադրական եզրակացություն պիես կա, ինքը գող է խաղում, ես վերակաց։ Այդ պատմությունը շատ հետաքրքիր էլի, դե ռեկվիզիտը մենք ծխախոտ ունենք, էլի, դες ասում են երկու հատիկ են ծխում, Պատալյանը մի պոչ կարել է, ասի Պատալյան, կխնդրեմ էլի, քու ծխախոտները շատ է էլի, մի 2-3 հատիկ կտաս որ ինձ հերիք, Իհարաչ, ինչ ես ասում է, գիտես ամբողջ ներկայացման ընթացքում ես ինչքան եմ ծխում, ասա ինչքան, 15-16 հատ սիգարետ եմ ծխում, պաուզատեղի, դերը դով գխաղա, մեկ էսով կորի կնաս ծիղից, Եթե վերցնես այդ սիգարետ համել մեկը 6 րոպեով, արդեն ներկայացում գտածնի, կամ հետևիցս, ադամ են հետաքրքիր բաներ, ուրեմն, հետո մարդն չիմդի պախտում են այլի, դες ակարդյոներ են գնացել, են ժամանակ դες սուղ էր պայմաններ ասենք, պետք է ասենք բաներ նվակեր հասնենք, չեմ փող վաստակեց, այնպես ստացվա որ այդ օր ներկայացում ունեի, գնացել են գյուղ, թիպի, ես տակործում նվակեմ, սեման արջամը վեցին ներկայացում ունի, ինչ պտեմ, պատասխանատու թե, ինչ ունեմ, պան մորքուլիսի մորք, գնա նադում ծանքտուր թատրոն, սա որ ճանաբարները թիպի է, հրաճը չի կարող կալ, ու լարված վիճակ բան, իր տեպատես Շեքսպիր Տիտոս Անդրոնիկոս զբաղված է, Շտե գնաց եղում մեկ եսպես ուշադիր գնայեմ, չեմ ես կանչ գնավակի են բան, մեկ սի համորքուն չեղալ, սա փեչ, սա բաղթըտ բերեց, վազգեն կարպիչը հիվան դեր ներգացումը հանել է, ու հետպես այդ պատմությունն էլ անցավ, Այն հետաքրքիր է, ինչ մագանուն ունիս։ Ես մագանուն չունեմ,
միակ մարդն է, որ ասենք այսպես մագանություն որ ցեմ փոյը, որ բան, տեսելի։ Չէ, մագանություն դի ցավտան։ Ես նաև տեսել եմ, որ դու շատ մարմնավոր ես Պոլոս Մուգուչի կերպարը։ Հա, մեկ մեր ռապը որ ասենք գործ բանկին ասենք ինտերվյու տանք, այս ֆորմեն կհարտնենք իրար հետ Պոլոս Մուգուչ ցիտրուալեք իրար հետ ելույթ կունենանք։ Դա է դեռ իր ներկությունն է, էլի։ Դե համեմատած ասենք կինոն էլի կինոն թատրոն ուրիշ է մեջներ ուրիշ պրոֆիլ փոխի շուտ փոխի օրինակ ես վերջերս որ քիչ եմ զբաղվում թատրոնում էլի դրա տեղը լրացնում եմ ասենք այս ֆիլմերով փոքր կդորներ կան դրանով էլի բացը լրացնում եմ դա արդեն 20 թվականից արդեն սկսել եմ մի քիչ կինոյով էլի բաներ իհարկե չմոռանալով թատրոն Այն դիմար մեծ պատիվ կյանի որ մի օրն Պոլոս Մուգուչն ու Ցիտրոալեկը գանիմ հաղորդմանից հյուր հա ես օրինակ Ցիտրոալեկի չեմ գալիս մենակ կա դե շատ շնորհակալ եմ իդանից Եվ ամենամոտիկ գերս է ամբողջ օրը իրար կռնում եք իջում եք բանալ դիք շատ հետաքրքիր կերպի սիրելի հետևորդներ այո Պոլոս Մուգուչին ու Ցիտրոալեկին տեսնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին չմոռանաք սեղմել այդ զանգակի կնոպտին որ հենց հաղորդում ընկավ առաջինը դուք նայեք ու կրնակ մեկնաբանություններում կրեք թե ում եք ցանկանում որպեսզի տեսնենք մեր հաջորդ հյուրը լինի փորձենք ամենաշատ մեկնաբանություններ հավաքած հյուրին կանչել մեր մյուս հաղորդմանը շնորհակալ եմ Խաչիկ ջան որ կանչեցիր աշխատենք ինչքան հնարավոր է քեզ օգտակար լինել հումորային տարբերակով թեկուզ եւ ասենք փոքրիկ դերակներով նկարես մեզ էլի այդ արդեն ուրիշ պրոֆիլի մեջ կա տեղավորվես դու մենք քեզ օգտակար կլինենք Խաչիկ ջան ես օգտակար կլինեմ ինչքանով ես կարողացա քեզ գոհացնել այդ արդեն դու պետք է ասես աշխատեմ որ կուզեմ Հարաշ Մովսյանը կյանքից դուրս այ բեմից դուրս այ կյանքում ինչ հետաքրքիր դրվագներ եղել էլի կյանքից դուրս շատ հետաքրքիր դրվագներ եղել 3 անգամ երկրաշարժից շներեն ծխատել են բայց դեռ սաղեմ մնացել դե ողջ է ես շներից շատ եմ ախում հա 1 կիլոմետրով պես բան կա կանգնած են 10 հատ մարդ է կանգնած բանի տեքստիլ է դա բանի կանգառը 10 մարդուն բաց թողեց պագեսի շունը եկավ ողքն ծխացեց բակյացից քիչքան քաղցր արում մորա եկավ ու հենց չեմ կասկածում քաղցր արունունից բայց շները պես բան ունեն էլի իրանք կզգանով իրանցից շատ կվախենան հենց իրանը կերտան խանը մարդու բարեկամն է ընկերն է բայց դե պետք է շանը դինգերություն ուներ եւ հետը ծերտիցը չթողնել էլի խոսքով չգիտեմ Խաչիկ ջան լավ ծրագիր է ցանկանալ որ իմ ընկերներն էլ մասնակցեն մի շատ բաներ է տեղի ունեցել ուզեմ հիշեմ բանպես այդ բաներով բայց հապճեպ ստացվել է նախորդ այ օրինակ ինչ հարց կցանկանայիš տալ մեր հաջորդ հյուրին իրան կորեկտ բա է իրան համեստ բա է լուրջ վերաբերվեց գործին այնպես որ ճիշտ է լրջության մեջ պետք է հումորել ցանկանում եմ բարի ճանապարհ հասկացա գիտի խորհուրդ է իսկ հարց ինչ հարց կուզես հարց առաջերտում դե հաստամ դե ոնց է ցավտան ինչ ես դու շատ լավ է այսինքն դե դες որ միշտ դիշեմ ցեմ թատրոնով ասած չէ քսե որ կանցնեի չայ ժամանակը թատրոն չի մտե ասես կնայես թատրոնի շենքից ասված չան կնայես ես պետք է մտնի մետ շենից ներս որովհետև ցե ամենամաքուր օջախն է ցե գյումրեցին ցե իր շապրին կհանը եկեղեցու եկել թատրոնում բայց մտնես թատրոն կա եւ չգրված օրենքներ կա արդեն ներվելով բանով շատ բաներ տեսնես կցանկանամ որ յուրաքանչյուր գյումրեցի դա պատիվն թասիվը բարձր բայ է ցավտան ու չմոռանա թատրոն հաջողել
թատրոնը ուրիշ աշխարհ է։ Կա կտրվի էս թոփ ու բոհեմիչից կտրվի այդ մի շամ երկու շամ սիրեն թատրոն։ Այ դեպսեմ օրա ես էլ նվաստս Այո։ այս կյանքից մեջ է հնարավորություն եմ ունեցել մեր Գյումրու թատրոնի շենքը ներկայացման մեջ խաղալ։ Այդախ Սամվել Գրիգորյանը ամանորյա ներկայացում մեջ բեմադրեր, որի մեջ նաև ես էլ եմ խաղացել։ Շատ լավ է։ Վերաշկի գծախի։ Սեր ունիս։ Դա լավ է։ Այ նա դեմ առաջարկ, արի իրար հետ ինչ որ բանում իմպրովիզացիա ենք։ Կամ ինչ որ այդ հումորային դրվագ փորձենք իրար հետ բեմադրենք։ Հապչեք։ Հապչեք։ Մի անգամից։ Այո, մի անգամ։ Ամենահետաքրքիր բանն է, ամենասիրածս բանը իմպրովիզացիան։ Օրինակ, ասենք, ինչ հումորային դրվագ ցանկանայի, որպեսզի մենք հենց մի այս բեմադրենք։ Դա կարճ է էլի։ Կարճ ինչ եմ, օրինակ դու օրսեմ թե բանը Մոնտենես, դու ինչ կսես։ Ես Մուկելենցեն եմ, Մուկելենցեն։ Հա։ Մուրեցեն իրա։ Դե պապս մայցյանցի է։ Դեսա կողքի կեղերից ես էլի կուտունաշի վելիս մումը բալա կյումրեցի կողքի կեղերից ես։ Գյումրեցին ոչ թե ես սկսեմ նորովորեն պոպագոն Գյումրեցի եմ, չէ։ Ես է կյումրեցի, ես լեննագանց եմ, ծնուտով լեննագանց եմ, ծնել եմ ստեղ, ինչը եմ ստեղ եմ։ Այդ Գյումրեցին ավելի շատ ես ունեի մինչև հիմա ունեմ Facebook-յան էջ Գյումրին եւ Գյումրեցիները Գյումրում շատ հայտի մարդիկ դե post տեսնեին գցեին Գյումրեցի բայց ես միշտ վախեցել եմ դասել Գյումրեցի երբ որ արդեն իրանք շատ ցեցին Գյումրեցի միշտ էջերից սա Խաչատուր Միքայելյանը կրացել է երբ որ արդեն այդ անունը կոնկրետ տարին վրես Դախ ես առա Գյումրեցի Ցավը տանում Գյումրեցի ունելը դեսիշ մեծ բադիվ է։ Մեծ բադիվ է ցավը տանում։ Նորամար ես վախեցել եմ այդ ամեն ինչից։ Դու բանը Մգրտիչ Արմենին գիտես։ Մգրտիչ Արմեն Հերնարախ։ Հա, Հերնարախ։ Դե մեծ տեսարան կա։ Որ սեդիկ հենց տված է որ սենք մաքուր ընտանիքի մասին է խոսքը։ Այսինքն այն թասիբով ընտանիքի մասին է խոսքը։ Հասկանաս։ Չէ։ Մգրտիչ ախպեր։ Սե ճիշտ է, սե տան կյանքի փորձ չունեն։ Սե բայց էսպես կհասկանամ։ Որ տղամարդը տան սյունն է։ Իսկ կնիկը երտիկը։ Սյունը երտիկը իր ուսերի վրա կպահի։ Բայց երտիկն էլ այնպես դենե որ ոչ թե մենակ սյունու անձրևնես չլցվի, այլ օդար հաշկ նես չաշե։ Այդ դիգե Գյումրեցու թասիվը։ Ընտանիքը ցիկ բդեր։ Ցավը տանի։ Եթե մի մեջ բերում ցեցի, ցավը։ Ողջունում ենք բոլոր թասիբով Գյումրեցիների։ Մովսիսյան ջան, այսպես բանում ենք։ Մի զանգենք մեր դերասան Ռաֆիկ Խարատյանին։ Ուսենք որ կինոյի առաջարկ է ստացել, յանի ծեր կերպարները հավանել են կանչ են Վրաստանով կինոյի մեջ նկարեն, բայց պիտի վերածեն խոսա, մեկը իրանց այդ հին շորերով, չգիտեմ այդ շորերը ինչը կոչվեց։ Նայենք ինչ կսե Խարատյանը։ Այսինքն պես մի խաղում։ Հա, էլի խաղում։ Զանգեք ռոմքի միացու։ Ալո։ Ռաֆ, Հա, ինչ կնես։ հեչ, հլա։ Ուսացեմ տաղը անգլիսամեն 10 րոպե կա։ Հա, լսել է բանը մտիսեմ։ Ինչ։ Նոր չգիտեմ Թբիլիսից ծանոթ մարդ կա։ Հա, Սա միջոր կինոյի առաջարկ է։ հա, Դե լավ է կվարձատրեն։ ահա։ Հա, բայց բանը մե պիտի վերածել են խոսա։ Դուք հասկանաս, վերածել են։ Այսինքն դու կերնաս խոսա, որովհետև դու երկու բառ գիտես կամար ճոբա, բան մեկը այն մյուսի անուն ինչ է, չգիտեմ, էլի։ Կերտաս ինչ տեքստ տվեցին, իրանց սա կամար ջոբա։ Ռոդորախա կարգատ, չէ՞։ Վերջինը չհասկացա, ինչ էր։ Կարգատ, լավ է։ Դու չի աղակին բան գիտես դու, ռապ չա։ Հետկանը հերիք է։ Հա, մի ես իրանց ինչ պատասխան տամ։ Սա, հա, կուկանք, չենի կիրիմ է։
Հատես արդեն վերացել են կպարաբիս խոսած Արա դիջո, արա։ հա հա Էլա բրավ ջան ես իրանց անպայման կսեմ բայց կսեմ մենք իրանց այդ շորերով դերտանք գիտես ու ցիով դերտանք ցիով այն ֆայտոնջի կայիշին տղունսենք սանվելին իրա ցիերը տա այն որ թամ ցիերը չէ ճալորա ցիերը դες դիկտես երտան քասին կրես Ինչ է Կուկա չէ հա հա բայց հետը բանը լավաշ մեկը չեչիլ պանիր վերցու կրնաճապ սովազնակ չմոռանաս այն բանը հոնի ջանի տեսակ է չէ սա պատրաստ եմ գա դու պատրաստերի դու գնա տեքստերը սորվի հա այդ իրեք բարը հա կամաճոբա շենի ճիրիմե ահա ռոգրախար վերջումս եմ դասվիդանի թե չէ վերջումս auf Wiedersehen գնա լավ էլի այդպես բարեր կօգտագործես լավ էլի հələ եղավ Ամի ուժերից են կանչեն նկարվելու լսե հրապ ջան ես քեզ մոռացա սոր ես խաչիգի մոդը քյուր եմ հա խաչիգի մոդ դու դիք չես ուդեր խաչիգի մոդ ընդեր կա չէ որ գալեն քաղքի մեջ չդեմ ինչի մոդ հա ալոյի մոդ բան էլի ինձ խաչիգի մոդը Պարոն Խառատյան ջան բարև խաչիջան ողջունում ենք քեզ Գյումրի շոու հաղորդման եթերում Աբրիս ես էլ ողջունում քեզ քո ճանապարհը մաղթում եղբայր ինձ ծրագրերից նախագծեր ունես թողասո կամոք դա իրականություն դառնա շնորհակալություն նոր տակած պարոն Մովսյանի հետ խոսայինք որ կարող է հաջորդ հյուրս տիտրոալեկն ու բոլոզ մուգուճերնին փորձենք տեսնենք ինչ եղտերնի եղավ շատ շնորհակալություն հաջողություն շատ չխնդրես իրան անպայման շատ խմեցինք այսօր Հաջորդ դուստեր չես դու համար սկսես լավ է անշնոր կերիտասարդ եղար աստորեն դարել է արդեն խաչոյի մոտ այո խաչոն խինգալի քաբաբ ամեն ինչ ունել ամեն ինչ հավ ամեն ինչ մնա այդտեղ այսօր մնա չէ որ մնա տուն տելևիզոր չունի կեր տապ տունելի Պարոն Մովսիսյան ջան հերթ եկավ անեկդոտին է մի հատ անեկդոտ հիշեցի ճիշտ է աբարանցիներներ շատ ունեն շատ լավ մարդիկ են իրանք բայց սովորության համաձայն չէ որ սնաբարանցին էսեն բան մի հատ անեկդոտ կա աբարանցու երեգը մեռնի կերտանեկարիչի մոտ Սե աղբություն, սե պաբան մերել է, զմուր նգարը հանես էլի, բայց կխնդրեմ սե բանը, որ գհանես բանը, գլխարգն հան էլի, մեգե կուկա տուն սպասե մեգե կանցնի որոր ժամանակ, նգարիչի սանքու դա աբարանց, սե աղբություն, բանը, պաբայի Սե գլխին մասկար, սե գերդոտ լագոտ գլխարգը դու են սալի, չիվանապ մասկար Այ մե բանը կուզեմ պատմես հենց բոլոզ մուգուճի մասին Բոլոզ մուգուճը դες ինքը բան էր մանրավաճառ էր սենք փոքր բաներ էր բայց ինքը բան Քաշի ունեցես ենք, բացարի մեջ է, իրան են հարցեր է դաժե, հարցեր են լուծել, իրան չեն սե բոլոզ մուգուչին, իմ կարծիքով այդքան բան հասակով չի եղել, իրան սուր խոսքի համար են սե, բոլոզ մուգուչ, այսքան սուր խոս ասով, այդ բանով են սե իրան, բոլոզ մուգուչը մեր քաղաքի սիմվոլ În vaqtul că se întâlnea danțul Andrelis, din că se iota da anecdotă պատմել։ Այդ է։ Սեմի արդեն հները մոռացել ենք, հազնել չկա Խաչիկ ջան։ Ես կսեմ բոլորին ցիտրո ալեք, չէ՞։ Ցիտրո ալեկը երկու մարդ են, ցիտրոն ուրիշ է, ալեկն ուրիշ։ Ցիտրո ալեք, հա։
Is իրոք ցիտրո Ալեք է։ Ցիտրոն ուրիշ է։ Ալեք ուրիշ է։ Մենք Ցիտրո Ալեք։ իսկ մենք ծիտրո ալեկը մենք մարտում գ։ Հա, մենք նեմատը, բայց ցիտրո Ալեք չկա։ Կա ցիտրո Ալեք։ Սիրելի հետևորդներ, շարունակում ենք Գյումրի շոու հաղորդաշարը։ Հիշեցնենք, որ մեր հյուրն է մեր Գյումրվա դերասան Հրաչ Մովսիսյանը։ Չենք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, որպեսզի մեր մյուս հաղորդումները պատճ չթողնեն։ Այ Մովսիսյան ջան, ես գիտեմ, որ դու շատ լավ ասվում ես կը ու մեր համար շատ մեծ պատիվ կեղներ, եթե ինչ որ բան դու ասվում ես։ Քանի որ մեր հանճարը Հովանես Շիրազին ես շատ եմ սիրում ու հարգում կարդում եմ, մի փոքրիկ հատված իր գրածներից մայրիկների մասին է։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս մի բուր երկրի մեջ արևի դեմ մի ճրակ, բայց արևի լույսի տակ, երբ ցավեն են ինձ բերում, սիրտս մռայլ անհատակ այդ խեղճ ճրակն է նացրում։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս, ախ մայրս, մի բուր սրտի մեջ, գիշեր ու զոր արեկակ։ Շատ լավ էր։ Իսկ ընդհանուր առմամբ ես աշխարհի մեջ ամենաշատը չեմ սիրում, ինչ չեմ սիրում, կեղծավոր մարդը չեմ սիրում, եսացել մարդան չեմ սիրում, սուտ խոսալ չեմ սիրում, ընդհանրապես այդ առանձնապես ամենահատուկ եմ, նկարվել չեմ սիրում, այդ կարծիքս պրոֆիլում է ես նման բաներ չեմ սիրում, բանն ես ինչի համար է մարդ արարածը իրանով կալավը և տևատու թե մեր սևագնի մարդ կաշխարն է շարակած տանում, մարդ եկա երել է շարակն աշխարի։ Այդ ֆինալը վերջը լավն է, ամեն ինչից շատ, ամեն ինչից նա իր աշխարհն է սիրում, սուտ է, նա իր շահն է սիրում, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեհ, նա մեզ է սիրում, մեր նորն է սիրում, սուտ է, նա իր փորն է սիրում, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեհ, գաղափարական իր հորն է սիրում, սուտ է, ոչ հորն է սիրում, ոչ էլ մորը, թանկ չէ ոչ որդին և ոչ էլ թոռը, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեհ սիրում է միայն իր աթոռը, աթոռն է սիրում ու նրան տիրում, դանդաղ, քայլելով, երնում է նա վեր, թռչել է ուզում նա առանց թևեր, անվերջ սողալով գնում է առաջ, գնում է այդպես է, բարձրանում է շալակն աշխարհի, մարդ կա աշխարհն է շալակած, մարդ եկա ելել է շալակն աշխարհի, կան այսօրվա դրությամբ խաչիկյան, որ մի անգամից կա կատնակետն ասում, ոչ մտածել կա, ոչ ուղեղ կա, ոչ սիրտ կա, ոչ բան, չոբանավարի կնում է, չէ, կա, չէ, սիրում, տեսնում ես, ծաղիկ է, չէ, ծաղիկը աճել է, ինչքան գեղեցիկ է, չէ, բնությունը ստեղծ է ծաղիկը, նայում ես յարում է, մեկ են, տակից են, ճիճունենոր կա, չէ, սողալով, բացում, վերև տերևները կան, այ, պետք է նման մարդանցից հեռու մնացան, մենք առաջ երդին պետք է մակրվենք, մեր երկիրը երկիր դառնա, մեր առաջվա սերը գերիշխե, սերը խաչիկ չան, սերն ու միաբանությունը, համերաշխությունը, մենք ախր չարկար ժողովուրդ, շատ ենք կանչվել, չի լավ չէ, իրար չսիրենք, լավին շեբիտով, առավոտ կանով, իրար շեբիտով չդիմանվորենք, էդ է պետք, հարևան է հարևանի հետ, ինչ կան է, ուզում ես դու տունը ինչ-որ տրամադրություն չունենաս, դուրը բացեցին, նա ժպտա հարևան է, կարող է պատա այդ հարևանը տունը կրիվ էր է, այդպես բանը չուզ է, բայց հենց ժպտած կարող է ամբողջուր իրա գործը հաջող լինի, ինչ է, ժպիտը ինչ, չեմ ասում ամերիկյան կեղծ ժպիտով, լիաթով ծիծաղում,
Այդպես է պետք։ Մարդը պետք է լինի մաքուր։ Այ Մովսյան ջան, վերնքշում է ընտանիքի մասին հարցեր տանք, ձեր կինը ինչով վերաբերվող այն ամեն ինչի նոր դու դերասան ես։ Հիմի ես ակակած մի բան պատմեմ, ես որ ամուսնացա, մենք մեծ դերասան ունենք, Ալեքսան Քոչարյան, երջանկայի շատակ, դե եթե աղջիկը տեսնեն չէ, ու կան աղջիկատերներ, բան գերտագի հետաքրքրվի չէ, թե հեսանով է, ով չէ, ես կնոջս խորքուրեն ու կա որ իմանա, դե հրաչին ճղտղա է, մի կուկա բանը, ես մեր Ալեքսան Քոչարյանին թարուն, կամինի կացնեք, դուք մի հատ երիտասարդ ունեք, հա, երիտասարդ ունեք հրաչ անուն է, ինչ տղա է, մեր Ալեքսան Քոչարյան հոյակապ տղա է, նա սիրող է, շատ հոյակապ բան է, սիրողը բան, իրանք չի դեն սիրող, սիրող աշխատագից են, չավանակ բան, սիրող աշխատագից կոչվեք բան, դե սիրող է բան, սիրողը բան է, երտատուն կսե, անմար պետ չէ, սիրող է, չիտեմ իջել ունի, եչարդին է, սպարմոր նոր կուկա տադրուց է, չէ, սիրող աշխատագից է, պես հերտով կպարծանան է, մի հատ բանը, թոպող չենք տա այդ աղջիկ ապարդու խոսքով, սիրող է, այդ բանը հոգեբանությունը մնացել էլի ասում, ես բան եղավ, ինքն է մասնագիտությամբ ճուտագահար է, թևութի գունք է, միասին ստեղծել ենք ընտանիք, առողջ ընտանիք, Խաչիկ ջան։ Երեխաները երեք հատ երեխա ունեմ, մի հատ աղջիկ երկու տղա, մեկը ուս կորցրեցի։ Վեցադե թոր ունեմ։ Աստված բարի։ Այդպես, Խաչիկ ջան։ Մի կաշխատի ինչքան հնարավոր է Իսկ երեխաներից հենց ձեր ուղղությամբ չէ, նրանք չեն սիրում, ընդհանրապես չեն սիրում բանը թատրոն, ճիշտ է, մեկ ստացվա, որ ուզեցի ես, բայց հետո ստացվեց էլի, այդպես, ինքեն մասնագիտությամբ վարպետ ես, մոնչին արարություն բան այդպես, աղջիկս Մոսկվա է, ամուսնացել է։ ամուսնացել է, երկու հատ թոր ունի, Մոսկվա է այդպես, խոսքով, ցավտան, ինչքանով օգտակար եղավ, քեզի ցավտան։ Պարոն Մովսյան ջան, քեզի շատ շնորհակալ ենք, որ եկար, մեր հաղորդման հյուրը եղար, քեզ ցանկանամ նորանոր հաջողություններ, նոր բեմեր, նոր կերպարներ, շատ շնորհակալություն։ Ցավտան, ես եմ շնորհակալ Խաչիկ ջան, գործերդ աչին միշտ գնան, միշտ հաջողություն ունենաս, իշ նվագագորունից կատարվի, լավ մարդկանց հանդիպիս, շնորհալի մարդկանց հանդիպիս, Քեզի նման։ լավն ու բարին քեզ, Շնորհակալություն։ Դե ինձ սիրելի հետևորդներ, ավարտվեց Գյումրի շոու հաղորդաշարը, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, մյուս հաղորդումները պատճ չթողնալու համար։ Ձեր հետ է Գյումրեցի Խաչիկը եւ Հրաչ Մովսիսյանը։ Հաջողություն։